Արմավիր քրեակատարողական հիմնարկի պատուհանին վազքով մոտեցող մայրը փորձում է որդու դեղերը հասցնել նրան։ Մոր խոսքով անաֆիլաքսիայի ռիսկ կա Դավիթի մոտ։ Բժշկական թղթերը էս է։ Ամբողջ իմ 4 տարեկանից բոլոր էպիկրիզներով, բոլոր հետազոտություններով, բոլոր իրա թղթերն է, որոնք փաստաբանները ինչ-որ գործի համար իրանք բան են արել, այս մնացածը բոլորը իմ օրինակներն է, ուրիշ ես բան չունեմ ասելու, չէ։ Ինչ ասացին դեղերը փոխանցելու փիչը։ Իրանք իմ տղան բանով դեղորայքը ռեցեպտով ալերգիայի հետ կապված, որտեղ անաֆիլաքսիայի ռիսկով իրանք ինքը բան ունի, ալերգիա ունի։ Անաֆիլաքսիան ծանր ալերգիկ ռեակցիա է, որը սկսվում է միանգամից եւ կարող է հանգեցնել մահվան, եթե ժամանակին դեղ չընդունի հիվանդը։ Բացահայտված չէ, թե որն է Դավիթի ալերգիայի պատճառը։ Մոր խոսքով անգամ ձեթից, հնդկաձավարից կարող է ալերգիկ ռեակցիայի մեջ ընկնել։ Անգամ գրեչկա, ոսպ, տարբեր ձեթ, օրինակ ոնց էր պացովնիշնե մասլը, չգիտեմ, տարբեր փոքր ու մեծ բաներից այդ ամբողջը փաստաթղթավորած է։ Սննդային ես խնդրել եմ այդ պահին, որ ասել եմ, բալես խնդրում եմ, հիշիր են ամբողջ ցանկը ինչից դու ունես, որտեղ դեղ չունի մոտը։ Գայանե Մինասյանին թույլատրում են փաստաբանների հետ կալանավայր մտնել, դեղերը փոխանցել Դավիթին։ Մոտ կես ժամ հետո դուրս են գալիս փաստաբանները։ Նրանց խոսքով հանդիպել են քրեակատարողական հիմնարկի բժիշկներին։ Նրանք զարմացած են, թե ինչպես են նման ախտորոշումներով տղային բանտ ուղարկել։ Իրենք էսենց տարակուսած նայում էին, ասում էին, «Այսքան պրոբլեմ»։ Ավելի ուշ Դավիթի հայրն է իրեր ներս տանում։ Ծնողներին սակայն թույլ չեն տվել տեսակցել որդուն։ Դավիթի մյուս ախտորոշումը կոլապսն է։ Ամեն ուշագնացություն կարող է ճակատագրական լինել տղայի համար։ Այսօր մեկ անգամ արդեն գիտակցությունը կորցրել է բանտի մոտ։ Նրան տեղափոխել էին Էջմիածնի հիվանդանոց։ Փաստաբանների խոսքով այնտեղ որևէ լուրջ հետազոտություն չեն արել։ Իրանց հետազոտությունը ավարտվեց ընդամենը մի հատ հարցնելով, թե ոնց է տղաջան, մի հատ է սոնոգրաֆիա անելով Չէին հասցրել անգամ փաստաթղթերը փոխանցել բժիշկներին։ Դավիթին հիվանդանոցից նորից քրեակատարողական հիմնարկ էին տարել։ Ասենք սպասեք փաստաթղթերը բերենք, որպեսզի դուք կարողանաք գաք եզրահանգման ինչի պատճառը այս գիտակցության կորուստը, որովհետև երեխան ունի ախտորոշված ուշաթափություն, կոլապս։ Ինչ կլինի, եթե ուշագնացությունը կրկնվի կալանավայրում, եթե ալերգիան գլուխ բարձրացնի։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը կասկածում է, թե քրեակատարողականի բժիշկները կկարողանան օգնել դպրոցական տղային։ Հենց այսօր եմ կարդացել էլի մամուլում հերթական գանգատը արմավիր քրեակատարողական հիմնարկում բուժ օգնության, բուժ ծառայության մատուցումից։ Այսինքն հերթական, այսինքն սա կանխորոշիչ հերթական դեպքն է լինելու։ Առավոտյան դեռ հույս ունեին Դավիթի հարազատները, փաստաբանները, որ դատավոր բնացական Մարտիրոսյանը հաշվի կառնի երեխայի առողջական ծանր վիճակը ու չի բավարարի 2 ամսով կալանավորելու քննիչների միջնորդությունը։ Մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառեր չեմ կարողանում գտնեմ ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ Դավիթի կալանավորման մասին լուրը ուշաթափության էր հասցրել մորը։ Կալանավորելու որոշում կայացրած դատավորը նիստի ընթացքում չի ընթերցել հիմնավորումները, թե ինչու է բավարարել քննիչների միջնորդությունը։ Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հարվածի փորձի նմանվող ձեռքի անկանոն շարժում արած Դավիթին մեղադրում են խուլիգանություն անելու եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Ինչ քաղաքական գործունեություն էր իրականացնում Հայաստանի վարչապետը Կիրակի Ծաղկազարդի տոնին եկեղեցում պատարագի պահին։ Մեղադրանքի անհիմն լինելու մասին պաշտպանների փաստարկները հաշվի չի առել դատարանը։ Այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր պաշտպանական խմբի կողմից քարը վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Հնարավորություն կունենամ դպրոցն ավարտել։ Սա է Դավիթի միակ մտահոգությունը։ Միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ։
որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան։ Պաշտպանները պատրաստվում են ԿԳՄՍ նախարարին խնդրել երաշխավորի, որ խափանման միջոց կալանքը գոնե տնային կալանքով փոխարինվի, որպեսզի Դավիթը կարողանա շարունակել ուսումը։ Մենք նման միջնորդությամբ կապ խնդրանքով գդիմենք նախարարին, թող ինքը հանդես գա միջնորդությամբ որպես երաշխավորի։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել նաև Դավիթին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։